Հայաստանը որպես հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության լիիրավ անդամ պետք է բողոք ներկայացնի ՀԱՊԿ ղեկավարությանը, պահանջելով կատարել հավաքական անվտանգության մասին պայմանագրի դրույթները և դուրս շպրտել ադրբեջանական օկուպացիոն զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարի նախկին պաշտոնակատար, Ռուսաստանի ցամաքային զորքերի վետերանների խորհրդի պատվավոր նախագահ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գեներալ լեյտենանտ Նորադ Տեր-Գրիգորյանցը, հիշեցնելով, որ Ադրբեջանը 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք։ Երբ Արցախը դեռ կանգուն էր և Ադրբեջանը կրակում կամ հարձակում էր գործում Արցախի Հանրապետության հայկական դիրքերի վրա, ՀԱՊԿ-ի քարտուղարության կամ Միացյալ շտաբի ներկայացուցիչները պատճառաբանում էին, թե Լեռնային Ղարաբաղը ֆորմալ առումով Հայաստանի տարածքի մեջ չի մտնում և ՀԱՊԿ զորքերը չեն կարող օգնության գալ կամ միջամտել կոնֆլիկտին։ Հիմա, երբ Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրել է Արցախը և արդեն ռազմական ոտնձգություններ է գործում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ՀԱՊԿ ղեկավարությունը հղում է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման անհրաժեշտությանը։ Ռուսաստանում մեծ հեղինակություն վայելող լեգենդար հայ գեներալ Նորադ Տեր-Գրիգորյանցը հորդորում է ՀԱՊԿ գեներալներին հիմարիկ չձևանալ։ ОДКБ никогда не выполняла его функциональные обязанности по отношению к Армении. Никогда. Просто что-нибудь придумывала. Это вот ваше дело, это вот границы. Никаких границ. Он уже внутри чермуха, а он кричит, этот генерал, руководитель ОДКБ, у вас там граничные споры. Извините, вы возьмите карту, хотя бы изучите. Вы же генерал Советской армии и Российской Федерации. Нас учили в академиях очень здорово по картам, по географию, военную и так далее. Не надо придурком делаться. Ելնելով ստեղծված իրավիճակից, խորհրդային բանակի անվանի վետերանը կարծում է, որ Հայաստանը պետք է բարձրացնի ՀԱՊԿ-ի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու հարցը իր ֆունկցիոնալ պարտականությունները չկատարելու և ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ինքնիշխանությունը չպաշտպանելու համար։ Սակայն պետք չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Երկրորդ հերթին, ըստ գեներալ Նորադ Տեր-Գրիգորյանցի, ՀԱՊԿ-ը պետք է բողոքի նոտա ներկայացնի Ադրբեջանին և եթե անհրաժեշտ է, զորք մտցնի ադրբեջանական օկուպացիոն ուժերը Հայաստանի տարածքից դուրս շպրտելու համար։ ОДКБ ни с того ни с сего поднимается и идет Казахстану помогать. Ну, на Казахстан Китай не напал, Армения не напала, Турция не напала. А куда ты идешь? Почему ты идешь Казахстан помогать? А потому что там революционная ситуация. Так это внутреннее дело Казахстана. А на Армению нападает Азербайджан, Турция вместе с ними, потому что это единые два государства, одна нация. И генеральный штаб Турции управляет процессом. И вы молчите. Непонятно, вы что, вас подкупили, что? Я не пойму. А поэтому он должен поставить вопрос о привлечении к ответственности руководства ОДКБ и невыполнении функциональных обязанностей. Это раз. Второе. Надо обязательно, чтобы ОДКБ предъявил ноту протеста Азербайджану и применил силы, если необходимо, вышвырнут эти вот оккупационные какие-то силы, которые вошли в Армению, вышвырнут просто, туда ввести белорусский летит, я говорю, часть войск ОДКБ, который входит в состав. Вот и все. Вот не надо уходить с ОДКБ, не надо фыркать, не надо. Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հարցը շատ սուր դրվեց 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ ռազմական հարձակումներից հետո, երբ ՀԱՊԿ-ի գործընկերները, չնայած իրենց պարտավորություններին, ադեկվատ չարձագանքեցին ՀԱՊԿ անդամ հանդիսացող Հայաստանի դեմ ռազմական ագրեսիային։
2024 թվականի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի բոլոր մարմիններում։ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամներից է։ Միացել է ռազմաքաղաքական այս բլոկին 1992 թվականին Տաշքենդում Ռուսաստանի, Ղազախստանի, Қырғызստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Արամ Սարգսյան, Համլետ Սմոյան, Եվրոմեդիա 24։